Մարդը որտեղից է իմանալու ինքը շահառու է թե չէ։ Պարոն վարչապետ, հենց Արմետ հավելվածում, ինչպես ասեցի, կարգավիճակը արդեն նշված է, հենց որ Բա ես ոնց իմանամ, ես օրինակ իմ օրինակով բերեմ, ես գաղափար չունեմ, ես որտեղից պետք է իմանամ, ես շահառու եմ թե շահառու չեմ։ Ուրեմն նախ արդեն իսկ օրենքով սահմանված, եթե տարիքային խմբի մեջ է անձը կամ աշխատավարձի շեմա գերազանցող աշխատավարձ ունի, այսինքն պոտենցիալ շահառու արդեն կարող ենք Ինչ որ հավելված կա, չէ՞ որ։ Արմետ հավելվածը։ Այսինքն մտնում ենք մեր հեռախոսի մեջ, Այո։ ներբեռնում ենք Արմետ համակարգը։ Այո, ներբեռնում ենք եւ դա մեր անձնական արդեն գրասենյակն է։ Այնտեղ արդեն տվյալները երևում է դուք ինչքան է անձը ապահովագրավճար վճարելու այն մարդկանց համար, ում որ պետությունն է ապահովագրելու, որ պետությունն է նրանց համար ապահովագրավճարը վճարել, ակտիվացման ամսաթիվը, փաթեթի մեջ ներառված ծառայությունները, բժշկական կենտրոնները, որոնք որ ունեն ապահովագրական սպասարկման ես լրացուցիչ վճարում ունեմ անելու եւ եթե ունեմ ինչքան ունեմ։ Ծառայության մասին նկատի։ Ոչ, հիմա ենթադրենք մինչև 18 տարեկաններից պետական բյուջեն, այսինքն խմբեր կան, որ պետական բյուջեի վճարում արվում, խմբեր կան, որ պետական բյուջեի չի վճարում արվում։ Ես եւ մենք զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կարգավորումներն է փոխեցինք, բայց այնտեղ փոքր հատվածներ լինում են երբեմն կամ հիմնականում այդտեղ երևալու է կամ ոնց այդ վճարումը հարկային գործակալը ինքը ապահովել, այսինքն իմ գործատուն իմ աշխատավարձի վճարումները անելիս ամբողջությամբ այդ ապահովելու է եւ ես դրա հետ կապված մտահոգվելու կարիք չունեմ։ Ոչ, պարոն վարչապետ, այո, հարկային գործակալը իրականացնելու է աշխատավարձից պահումը, ինչպես հիմա անում էր զինապահ հիմնադրամին օրինակ վճարվելիք գումարները եւ ուղղելու է արդեն առողջության ապահովագրությանը։ Մի դեպք ունենք, որ սոցփաթեթի շահառուների պարագայում նրանց այդ 6000 դրամը, որ նրանք ունեն, մեկ անգամ պետք է դիմում գրեն, դիմումի ձևը եւ այդ ամեն ինչը այսօր կհրապարակվի, որ գործատուն այդ միջոց եւս ուղի առողջության ապահովագրությանը, որպեսզի անձը Բայց դա մեկը իր եւ իր գործատուի հարաբերություններն են։ Ուրիշ տեղեր ոչ պետքա դիմի, ոչ պետքա գնա։ Այո, եւ պարոն վարչապետ, այո, կարգավիճակը Արմետ հավելվածում նաև նշում կա, թե այդ կարգավիճակը ինչի հիմքով է, այսինքն ապահովագրավճար վճարող եմ եւ ինչքան պիտի վճարեմ եւ եթե ապահովագրավճար վճարող չեմ, ապա պետությունը ինչքան է վճարել ինձ համար ապահովագրավճար։ Այս տեղեկատվությունը եւս ներառված է։ Դե սկզբունքորեն ես մտածում եմ, որ կառավարության նիստում բոլոր հնարավոր մանրամասներով քննարկենք, բայց դե հիմա ինչքան մտածեցի, ոնց որ թե ընթացքում այնքան քննարկել ենք, հիմա գոնե ձևաչափով լրացուցիչ ինչ հարց մնաց է, որ չենք բարձաբանել։ Համեցեք Մանթովյան։ Ես որպես օգտագործող ուզում եմ իմ փորձը ներկայացնեմ, ես մի քանի օր առաջ արդեն ստացել եմ ծանուցում իմ Արմեդի հավելվածով եւ որ ես դարձել եմ շահառու։ Տենց դե Արմեդի հավելվածը կոവിഡ്ի ժամանակվանից օգտագործում եմ եւ այնտեղ ուրիշ ինֆորմացիա էլ կա էլի անձնական բժշկական եւ այնտեղ արդեն գրված է, որ ես համարվում եմ շահառու, նաեւ կա հղում, որին սեղմելով բացում է մի լայն ցանկ, շատ մեծ, այսինքն նույնիսկ չես կարող էլի ամբողջանալ թե ինչ է ներառված այդ փաթեթում, ենթադրում եմ, երբ որ կսկսենք արդեն օգտագործել, նաեւ այդ ինֆորմացիան կլծվի Եվ ես էլ խնդրում կոչ եմ անում բոլորին ներբեռնել եւ գրանցվել, պարզանդը ՀՑՀ-ով է գրանցում, եթե չեմ սխալվում, եւ բոլորը իրենց կարգավիճակը կարող են տեսնել։ Այսինքն հիմա ես հասկանում եմ, որ այսքան հարց պատասխան տալու փոխարեն գնանք այդ ներբեռնենք այդ Արմեդը եւ մեր բոլոր հարցերի կամ առնվազն հարցերի մի մասի պատասխանը կստանանք։ Պարոն Հայրապետյան, մեր ինտերնետային համակարգը պատրաստ է, որ հեսա նիստից հետո հանրապետությունը սկսելու է բան անել, ներբեռնել Արմեդ համակարգը, ու ինտերնետը չի կախի հանրապետության։ Հույս ունեմ, որ ոչ։ Դե հույսը մենք ունենք, դուք պետք է ասեիք ոչ։ Չէ, կարծում եմ, որ նման խնդիր չի առաջանում։ Շատ լավ, համեցեք։ Պարոն վարչապետ, բայց ես ուզում եմ ասել, որ
Իհարկե կան մարդիկ, ովքեր հավելված ներբեռնելու, կայք մտնելու, գուցե ունենան դժվարություններ, այս պարագայում էլ իրենց կցագրված ընտանեկան բժիշկի միջոցով այս ինֆորմացիան եւս կարող են ստանալ եւ մենք նաեւ 65+ քաղաքացիների համար SMS տարբերակով էլ տեղեկացնելու ենք այս 2 օրը, որ կարգավիճակ նրանց արդեն շնորհվել է, այսինքն բոլոր միջոցներով կաշխատենք տեղեկացումը անել։ Ես կոչ կանեմ, որ բոլորը ներբեռնեն, որովհետեւ եթե մեր տատիկները, պապիկները չեն կարան թորնիկները անեն, հարևանը կարա անի։ Եվ ինչ ես մի հատ կարևոր նյուանս կա, ես չեմ ուզում այս պատմության մեջ նեգատիվ կոմպոնենտ մտցնել ընդհանրապես, բայց ես կարծում եմ, որ մի հատ հետեւյալ շատ կարևոր հանգամանքներ կա։ Արմեդի հավելվածի մեջ մեր անունով եւ մեզ համար ֆիքսված ամեն ծառայություն ֆիքսելու է։ Ես տեսնելու եմ, թե ով ինչ վճարում է արել ներառյալ պետական բյուջեի վճարումներից։ Մենք եւ սա թափանցիկության շատ կարևոր մի չափանիշ է, որովհետեւ ցավոք սրտի նախորդող շրջանում մենք բախվել ենք իրավիճակների, քրեական գործեր են հարուցվել եւ այլն, մարդիկ են դատապարտվել, երբ որ արձանագրել ենք, որ ծառայություններ են գրանցվել, որոնք իրականում չեն մատուցվել եւ պետական բյուջեից փողեր են ստացվել եւ այդպես շարունակ։ Սա շատ կարեւոր է նաեւ թափանցիկության առումով, որ եթե իմ անունը միտեղ գրել են եւ իմ իբր ես ծառայություն եմ ստացել եւ դրա դիմաց պետբյուջեից փող է դուրս գրվել, մարդը կտեսնի։ Եվ երբ որ մարդը տեսնում է, որ մի րոպե ես ծառայությունը չեմ ստացել, իմ անունով գումար է դուրս գրվել, առնվազն գոնե կլինեն մարդիկ, ովքեր կհազանգեն, կասեն, ես ինչ գումար եմ անունով դուրս գրվել։ Այսինքն սա էլ է մի հատ շատ կարևոր նրբություն, որը պետք է հաշվի առնել, նաև սա առողջության ապահովագրություն նաև հաշվետվողականության եւ թափանցիկության մի հատ լրացուցիչ գործոն է պետական բյուջեի ծախսերի նկատմամբ։ Հետևաբար, այսինքն հանրությունը ինքը կարող է վերահսկել առողջապահական համակարգի ծախսերի մի զգալի մասը առնվազն այս հատվածով։ Դրա համար սա էլ է երկակի նշանակություն ունեցող նախագիծ է, որը կարևոր է համարում ընդգծել։ Համեցեք։ Եվ մի փոքր լրացում, պարոն վարչապետ, քանի որ մեր նպատակն է, որ մենք մեր առողջությանը վերաբերվենք որպես ռեսուրս, այսինքն մի դեպոզիտային հաշիվ, մենք այդ անալոգները քննարկել ենք աշխատանքային քննարկումներում, եւ ինչպես մեր բանկային հաշիվն ենք միշտ դիտարկում, այս օկտահաշիվն էլ մեր ամբողջական առողջության պատմությունն է եւ պիտի մեզ հուշումներ տա նույն տարեկան զննումների մասին, պարտադիր սկրինինգային ծրագրերի մասին, այսինքն մեր առողջության մասին ամբողջական տեղեկատվությունը եւ դրա վարումը հենց այս գործիքի միջոցով պիտի արվի եւ մեր քաղաքացիներն էլ հենց ակտիվ մասնակիցն են իրենց առողջությանը հետևելու առումով։ Շատ լավ, եւ այնուամենայնիվ ամփոփելով, եթե այլ դիտարկումներ չկան, համեցեք։ Բոլոր դեպքերում ուզում եմ նշել, որ մտավախությունը ոչ այնքան ինտերնետ կապի հետ է կապված, այլ ավելի շատ միաժամանակյա մուտքերի հենց Արմեդ համակարգ։ Հետևաբար, ինչպես դուք նշեցիք, հունվարի 1-ից կոչ ենք անում անմիջապես չգրոհել բժշկական հաստատությունները, նաև հույս ունեմ, որ նիստին հաջորդող 1 ժամվա ընթացքում մուտքերը շատ չեն լինի եւ հենց ինքը համակարգը պատրաստ կլինի, որովհետեւ կարծում եմ, որ առաջիկա օրերի ընթացքում կարելի է ներբեռնել, որովհետեւ որքանով էլ որ տեխնիկապես համակարգը պատրաստ լինի, միաժամանակյա հազարավոր, էլ չասեմ տասնյակ հազարավոր մուտքերին շատ քիչ համակարգեր կան, որ կարող են դիմանալ։ Բացառապես սրանով պայմանավորված։ Շատ լավ, դե կպայմանավորվենք 1,600,000 հոգով, ով որ ժամին ներբեռնում, դրանով հարցը կլուծենք։